Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հեռանալուց հետո իր ներկայացրած ճանապարհային քարտեզին, ըստ նրա կաթողիկոսի տեղապահի ընտրությունը կարևոր է, որ տեղի ունենա հայաստանյան առաքելական եկեղեցում այս պահին գործող կանոններին համապատասխան։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը, թե Հայաստանի եւ Եվրամիության միջև ստորագրված ռազմավարական գործընկերության նորակարգը հակասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։ Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը եւ սոցիալ-տնտեսական դիմակայությանն աջակցելու Եվրամիության հանձնառությունը, նշել են արտգործնախարարությունից։ Ադրբեջանը քննարկում է Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունը, այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի կառավարամետ լրատվամիջոց Մինվալազը։ Մի խումբ եպիսկոպոսներ կրկին հայտարարություն են տարածել։ Ցավով տեղեկացանք, որ առաջիկա եպիսկոպոսատ ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներից բարձրագույն արձանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու եւ փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերն այդպես էլ մնացին անպատասխան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թայլանդի եւ Կամբոջայի միջև հերթական սրման ֆոնի խոստացել է հեռախոսազանգ ունենալ եւ վերջ տալ պատերազմին։ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը Երևանի Կանոն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մրցաշարում կմենա մարտի UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետի հետ։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։